Նինոցմինդայում գազաֆիկացման առումով նոր զարգացումներ են սպասվում։ Նինոցմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա, Օրլովկա, Ժդանովական, Սամեբա, Եֆրեմովկա գյուղերի գազաֆիկացման ինժեներական ծառայությունների համար տենդեր է հայտարարվել։ Հայտարարված գումարը կազմում է 166,923 լարի։ Մրցույթը հայտարարել է վրացական գազի փոխադրման ընկերությունը։ Առաջարկությունների ընդունումը սկսվել էր մարտի 17-ից, իսկ առաջարկությունների ընդունման ավարտը մարտի 19-ին էր, որից հետո տենդերը շահել է Energy Construction ընկերությունը 134,999 լարիով։ Ներկայումս ընթանում են գազատարի նախագծման աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն 150 օրվա ընթացքում։ Այնուհետև, ինչպես նոր ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ներկայացուցիչը, նախագիծը կփոխանցվի գազ կոմպանիային եւ դրանից հետո կսկսվեն գազաֆիկացման աշխատանքներ։ Կարևոր է նշել, որ գազաֆիկացման խնդրի լուծման համար քայլեր են ձեռնարկվել նաեւ պետական մակարդակում։ Նոր ռադիոկայանը ձեռք է բերել Վրաստանի խորհրդարանի падգամավոր Սումբատ Գյուրեղյանի դիմումը ուղղված Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Падգամավորը դիմումի մեջ ներկայացրել է խնդիրը եւ դրա վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ։ Դիմումի բովանդակության մեջ ասվում է. Հարգելի պարոն Իրակլի, որպես ժողովրդի կողմից ընտրված Նինոցմինդայի մունիցիպալիտետի ներկայացուցիչ, ուզում եմ դիմել ձեզ խնդրանքով, մասնավորապես ուզում եմ անդրադառնալ գազաֆիկացման խնդրին։ Չնայած մեր բնակչության 70%-ն ապահովված է գազամատակարարմամբ, սակայն կան բնական գազ չունեցող գյուղեր՝ Գորելովկա, Ժդանովի, Սամեբա, Օրլովկա, Եֆրեմովկա, Տամբովկա, Ռադիոնովկա, Վլադիմիրովկա եւ Ասպարա։ Ինչպես գիտեք, մեր տարածաշրջանն առանձնանում է բնական դաժան պայմաններով։ Ձմեռն այստեղ տևում է 6-ից 7 ամիս։ Կարծում եմ, որ այս հարցը հրատապ լուծում է պահանջում։ Բնակչության հետ հանդիպումների ընթացքում բացահայտվել է հիմնական խնդիրը, եւ դա վերը թվարկված գյուղերի գազաֆիկացումն է։ Այս խնդիրը հաճախ էր բարձրաձայնվում ընտրություններից առաջ։ Խնդրում եմ այս հարցին մոտենալ ի սրտե, որպեսզի մոտ ապագայում այս հարցը լուծվի։ Գրված է վարչապետին ուղղված падգամավորի դիմումի մեջ։ Հարկ է նշել, որ դիմումը ներկայացվել է սույն թվականի փետրվարի 6-ին։ Չնայած դիմումի մեջ նշված են Նինոցմինդայի բոլոր այն գյուղերը, որտեղ չկա գազաֆիկացում, սակայն մրցույթի մեջ նշված է միայն 5 գյուղ։ Հավելենք նաև, որ նոր ռադիոկայանը բազմիցս է անդրադարձել այս հարցում գյուղերի բնակիչների անհանգստություններին։ Բնակիչները երկար տարիներ պայքարում են իրենց ամենաբուն խնդրի՝ բնական գազի հասանելիության համար, որը կարող է էապես բարելավել բնակիչների առօրյան ու կյանքը, բնակարանային կոմֆորտը եւ ամենակարևորը՝ գյուղերի զարգացման ոլորտը։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, նոր ռադիոկայանը այս հարցը կպահի իր ուշադրության կենտրոնում եւ կներկայացնի հետագա նյութերում։